Համայնքային հողերը այլևս հնարավոր կլինի գնել բացառապես էլեկտրոնային աճուրդների միջոցով, իսկ մեկնարկային գինը հողի համար սահմանվելու է ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքով, այսինքն բացառվելու են դեպքերը, որ քաղաքացին մատչելի գնով պետությունից հող գնի, հետո շուկայական գնով վերավաճառի ուրիշներին։ Հողային օրենսգրքի փոփոխությունները կառավարությունը հաստատել է։ Հողերի պատշաճ աճուրդի համար գործընթացն ինտեգրվելու է պետական գույքի կառավարման էլեկտրոնային աճուրդների համակարգում, իսկ մինչև պրոցեսի իրականացումը լիցենզավորված կազմակերպությունն է գնահատելու եւ որոշելու տվյալ հողի շուկայական արժեքը։ Առանձին համայնքների կողմից օտարումներ էին տեղի ունեցել, առնվազն վերապահումներ կարող ենք ունենալ, թե ինչու այդքան ցածր արժեքներով, մայիսից սկսած, որովհետև 2 ամիս ժամանակ ունենք, որ մարզպետարանները համայնքները արձագանքեին, մոնիտորինգ ենք իրականացնում, տեսնում ենք, որ ճիշտ է առաջվա պես կադաստրային արժեքով չեն իրացրել, բայց նաև շուկայական արժեքից որոշակիորեն շեղված ձևով են իրացնում այդ հողամասերը, այստեղ ուզում եմ ասել, որ որոշակի օբյեկտիվություն կարող է լինել նաև։